Ջորյանը դիմել էր կադաստրին եւ պահանջել էր իր գնած թաղամասի բնակարանների արժեքի մասին տվյալ։ Արդյոք եթե սովորական քաղաքացին ձեզ դիմի նման հարցմամբ, դուք կկարողանաք պատասխանել այդ քաղաքացուն։ Բայց կներեք Հայկ Օնջորյանը ազգային ժողովի պատգամավոր է։ Ես հարցնում եմ, կա տարբերություն ազգային ժողովի պատգամավորի։ Այո, կա տարբերություն, հետևյալն է տարբերությունը, օրենքով սահմանված է ազգային ժողովի պատգամավորին հասանելի տեղեկատվությունը, որոնք են, այսինքն առանձին գրված չի սա, բայց ընդհանուր առմամբ գրված է, որ ինքը ունի լիազորություն տեղեկատվություններ ստանալու։ Եվ ազգային ժողովի պատգամավորը, երբ որ մեզ դիմում է այդ ֆորմատով, մենք պարտավոր ենք օրենքով այդ տեղեկատվությունը հաղորդել ազգային ժողովի պատգամավորին։ Իսկ դա հրապարակելու իրավունքն ունի։ Մեր խնդիրը չէ, դա արդեն ազգային ժողովի պատգամավորի խնդիրն է եւ հաջորդը, եթե քաղաքացին դիմի, այնտեղ կա տեղեկատվություններ որոշակի, որոնք տրամադրման մեր կողմից տրամադրման ենթակա չեն, շարքային քաղաքացի, ոչ ազգային ժողովի պատգամավոր, այլ քաղաքացուն մենք տալիս ենք օրինակ միասնական տեղեկանքը ցանկացած գույքի վերաբերյալ, որի մեջ կա եւս գույքի անհատական տեղեկատվություն, դա բաց հասանելի տվյալ է բոլորի համար։ Այսինքն այդտեղ իրավունքի խախտում Մեր մարդկանց կողմից տրամադրված տեղեկատվությունով բացառապես օրենքի տարին համապատասխան ընթացակարգերով է դա կարգավորված։ Եթե օրինակ իշխանության ներկայացուցիչ չլիներ, ընդդիմադիր պատգամավորներ, դուք նույն եռանդով կտրամադրեիք։ Բազմաթիվ դիմումներ ենք ունեցել, այդ թվում եւ ընդդիմադիր պատգամավորների կողմից, ովքեր որ հարցրել են որևէ անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն, մենք այդ նույն եռանդով բոլորին պատասխանել ենք։